Ասում եք Մատյանում երկուս եք, հա դնելու։ Այո, Մատյանում։ Ինչ ուզում եք արեք, լկտիներ։ Քանդեք, կոտրեք։ Պարոն տնօրեն, ես խորին վիրավորված եմ։ Երեխաները անկառավարելի են։ Կոտրում են գրքերը, կոտրում են սեխոնները, օթոռները։ Մենք պետք է վերջ տանք այս ճակատամարտին։ Չհասկացա, ինչպես թե։ Արագացրեք, թե չկպայթացնեն դասարանը։ Ընկեք առաջ տեսնենք այդ ովքեր են հիմարները մեկ-մեկ դուրս են թռնելու դպրոցից, անցեք առաջ։ Անցեք։ Տեսեք, պարոն տնօրեն, ինչ են անում։ Պարոն տնօրեն, սա թյուրիմացություն է։ Եվ սա էր ձեր խոստացված քաոսը, Տիկին Սահակյան։ Պարոն տնօրեն, նրանք ձեզ հիմարի տեղ են դնում։ Տիկին Սահակյան, ոնց հասկանում եմ դուք արդեն գերհոգնած եք, շատ եք աշխատել եւ ձեր աչքին ինչ-որ բաներ են երևում։ Խնդրում եմ գնացեք հանգստացեք եւ վաղը թարմ ուժերով կվերադառնաք։ Հա, բայց ախր Խոստանում եմ, ամեն ինչ կլուծեմ։ Խնդրում եմ գնացեք։ տնօրեն։ Անցեք։ Սենց որ շարունակվի, ես հաստատ կհրաժարվեմ այդ դասարանից։ Նրանք անկառավարելի են։ Երեք համ ինձ, համ տնօրենին հիմարի տեղ դրեցին եւ ես մեղավոր դուրս եկա։ Լսի Սահակյան, ես մի հատ լավ մեթոդ գիտեմ դրանց հանդարտեցնելու համար։ Ինչ մեթոդ։ Խոսքը տրոյական մեթոդի մասին է։ Դու պետք է ընդգրկվես նրանց շարքերում, դառնաս նրանցից մեկը եւ անգամ ավելի անկարգ պահես քեզ, քան նրանք։ Ընդամենը 2 օր անց մեծ վստահություն ձեռք բերելուց հետո նրանց կսկսես կառավարել ներսից եւ այդ ժամանակ նրանք վայր կդնեն իրենց զենքերը եւ կխոնարհվեն իրենց թագու առջեւ։ Քո էլի։ Հա, բայց վստահ ես, որ կօգնի։ Փորձված մեթոդ է։ Ես իմ ամուսնու բարեկամներին այդ մեթոդով եմ վտարել տնից։ Հա, դե ամեն ինչ արել եմ, սա էլ կանեմ։ Ասում ես անկարգ պահեմ ինձ, հա։ Գնա, ժամանակ մի կորցրու։ Երեխեք, չեք գալիս չարություն անենք ու էլի այդ տնօրենին հիմարի տեղ դնենք։ Չհասկացա, ինչի չարություն չեք անում։ Կարող խելոքացել եք։ Ոչ, ընկեր Սահակյան, ուղղակի երեկվա դեպքից հետո տնօրենը դասանում տեսախցիկ է տեղադրել։